Հոկտեմբերի 18-ին Դինամո մարզադահլիճում կազմակերպվել է Բաշապարանի հերոսամարտի 97-ամյակին նվիրված մրցաշար։ Արժանին մատուցվեց նախորդ միջազգային մրցաշարերի հաղթողներին, տարիքային խմբերում ի հայտ եկան նոր հավաքնորդներ, որոնք Հայաստանի հավաքականը համալրելու ճանապարհին են։ Առջևում Հայաստանի առաջնությունն է, առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում։ Բաշապարանի հերոսամարտի 97-ամյակին Դինամո մարզադահլիճում մեկտեղվեցին դուքենդոյականները և հանրությանը ներկայացան ցուցադրական ուշագրավ համարով, ապա տարիքային առանձին խմբերում պարզեցին լավագույններին։ Նախքան այդ պարգևատրվեցին Լաս Վեգասի միջազգային մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները։ Լավագույն արդյունքներով աչքի ընկած մարզիկներին ու մարզիչներին պարգևատրեց Նիգապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։ Իմաստը շատ պարզ է, սպորտային միջոցառումներ են, որը էական զգալի նշանակություն ունեն ծերունդի ֆիզիկական դաստիարակության, նաև բարոյական դաստիարակության, բարոյահոգեբանական դաստիարակության համար։ Այնինչ ես տեսա, ինձ ապշեցրեց։ Ես տեղեկացա, որ մեր մարզիկները զգալի առաջընթաց ու հաջողություններ ունեն նույնիսկ միջազգային մրցաշարերում։ Հաջողություն եմ ցանկանում։ Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոր Վարդանյանը Աղվան Հովսեփյանին շնորհեց պատվավոր սև գոտի 3-րդ դան վարպետական որակավորման աստիճան։ Քնթինյուն և փոյնտ մրցաձևերին Երևանից և մարզերից մասնակցեց 470 դուքենդոյական։ Ուժեղագույնները Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացան։ Դինամո մարզադահլիճում հանրապետական ստուգատեսը կկայանա նոյեմբերի 15-ին։ Հաջորդաբար կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը դարձյալ կուղևորվի Միացյալ Նահանգներ, միջազգային նոր տիտղոսներ նվաճելու և նորահայտ փորձություններ հաղթահարելու համար։ Տարվա մեջ մենք անում ենք 7-8 ընտրական մրցումներ, այնայք այսօր մոտավորապես 470 մարզիկ մասնակցելու է և ընտրվում են այդ 470-ից գրեթե 100-120-ը, որ գնան Հայաստանի առաքելություն և նմանատիպ 6-7 մրցում։ Էլինա Ամիրբեկյանը մասնակցել է այս տարի հուլիսի 10-ից 11-ը Ամերիկայի Լաս Վեգաս քաղաքում աշխարհի առաջնությանը և այնտեղ գրավել է առաջին տեղ։ Նարինեն Հայաստանի կատա ֆորմ ձևի Հայաստանի չեմպիոն է։ Երկրորդ և երրորդ տեղերն եմ մասնակցել եմ փոյնտ և քնթինյու մարզաձևը։ Այս մրցումը նվիրված է լինելու միշտ Բաշապարանի հերոսամարտի հաղթանակին, որովհետև սա էլ է հոգեբանորեն մեր երեխաների համար նստում իրենց ենթագիտակցության վրա, որ մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան, դառնան Հայաստանի Հանրապետության համար պիտանի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության համար ուժեղ զինվորներ։ Հուշամրցաշարերը մշտապես ներառվում են դուքենդոյի օրացույցերում։ Բաշապարանի հերոսամարտին նվիրված հուշամրցաշարի շարունակականությունը ևս օրակարգում է։ Հայկ Հովհաննիսյան, Ֆելիքս Գալստյան, օրը լրատվական։